Բարի երեկո, ուղիղ եթերում աշխատանքն է սկսում Alpha News-room-ը, տաղավարում աշխատում է Արփինե Բաղդասարյանը։ Օրվա թեմաները նախ համառոտ։ Ալիևը նորից խոսել է Հայաստանից իր երկու պահանջների մասին, աշխատանքային այցով Հայաստան է ժամանել Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ Նրա այցին ընդառաջ Արևմտամետ ուժը ակցիա է իրականացրել Հայաստանում Ռուսաստանի դեսպանատան մոտ։ Լավրովի այցը եւ դրան ընդառաջ նախաձեռնված բողոքի ակցիան Alpha News-ի հետ զրույցում մեկնաբանել են ռուսաստանցի փորձագետներ Անդրեյ Կլիմովը եւ Պավել Դուբրավսկին։ Ինչու են Իրանը եւ Ադրբեջանը օկուպացված Արցախում զորավարժություններ անցկացվում, կմեկնաբանեն քաղաքագետ Բենյամին Մաթևոսյանը եւ իրանագետ Ժաննա Վարդանյանը։ Եվ Հայաստանում 100 հազարավոր բնակիչներ պարենային անապահովության խնդիր ունեն, պատճառները կներկայացնի Լիլիա Ամիրխանյանը։ Այսօր Լոս Անջելեսի տաղավարից կաշխատի Արթուր Սահակյանը։ Ողջույն Արթուր, խնդրեմ։ Ողջույն Արփինե, այսօր իմ հյուրը կլինի քաղաքագետ Ռոբերտ Մարգարյանը, քիչ անց նա կմիանա ինձ, եւ մենք խոսենք Հայաստանում տեղի ունեցող զարգացումների մասին, ներքաղաքական, կոռուպցիոն եւ այլն գործարքների մասին, այնպես որ եւ կփորձենք նաեւ անդրադառնալ միջազգային հարցերին։ Շնորհակալություն Արթուր։ Եվ այսպես Ադրբեջանի նախագահը նորից Հայաստանի կառավարությունից պահանջում է փոխել սահմանադրությունը եւ լուծարել ԵՀԿ Մինսկի խումբը։ Ալիևը այս պահանջների մասին խոսել է Բուդապեշտում Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանի հետ հանդիպման ժամանակ։ Այս երկու պահանջներն ըստ Ալիևի Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիր կոչվածը կնքելու նախապայմաններն են։ Դժբախտաբար հայկական կողմը դեռևս չի ցանկանում ընդունել այս երկու պայմանները, սակայն վերջին տարիների իրադարձությունները եւ գործընթացների ընթացքը ցույց են տալիս, որ վաղ թե ուշ նրանք ստիպված կլինեն համաձայնվել մեր առաջարկին, հայտարարել է Իլհամ Ալիևը։ Եվ այսպես Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը արդեն Երևանում է, ժամեր առաջ Զվարթնոց օդանավակայանում վայրեջք է կատարել, նրա ինքնաթիռը Սերգեյ Լավրովին դիմավորել է Հայաստանի փոխարտգործնախարար Մնացական Սաֆարյանը, Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիվկինը եւ Ռուսաստանում Հայաստանի դեսպան Գուրգեն Արսենյանը։ Հիշեցնեմ, մայիսի 21-ին արտգործնախարարությունում կկայանա Սերգեյ Լավրովի եւ Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի հանդիպումը, որին կհաջորդի նաեւ համատեղ մամուլի ասուլիսը։ Ռուսաստանի արտգործնախարարությունը իր հերթին հայտարարել է, որ Սերգեյ Լավրովը բանակցություններ կվարի նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ նախագահ Վահագն Խաչատուրյանի հետ։ Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան արձագանքել է Երևանում տեղի ունեցած բողոքի ակցիային։ Զախարովան USAID-ից մնացած փողերով ակցիա է անվանել տեղի ունեցածը։ Ճեպազրույցի ընթացքում Մարիա Զախարովան հիշեցրել է, որ Հայաստանում ԱՄՆ դեսպանատան աշխատակիցների թիվը հսկայական է, մոտ 2000 հոգանոց անձնակազմ է եւ Մարիա Զախարովան իր խոսքում ենթադրել է, որ աշխատակիցներից մեկի փողերը, որոնք տրվել են USAID-ի կողմից, ամենայն հավանականությամբ չեն սպառվել եւ իրականացվել է այդ բողոքի ակցիան, լսենք նրա խոսքը։ Ну, пожалуйста, вы знаете, сколько человек работает в американском посольстве в Ереване? Вот знаете цифру? Не могу сказать. Ну, примерно, вот как вы считаете, наугад. Обычно, вот сколько посольства, сколько человек, представляете? Ну, да? порядка, несколько десятков, скорее всего. Да, 2000 человек. Видите, видимо, так сказать, кто-то из них еще не уловил, что нужно стимулировать, ну, например, российско-американские отношения, а не заниматься подрывом российско-армянских. Видимо, кто-то живет в американском посольстве по предыдущим лекалам. Возможно, у кого-то еще в Армении не закончились деньги, которые переданы были по линии USAID, которая как раз и занималась подобными проектами.
Я считаю, что как они это все развернули, так и свернули. У нас обширная повестка с Арменией на всех треках для не только обсуждения, а конкретной прикладной, прагматичной работе. А то, что это многим из меньшинств не нравится, мы тоже знаем. Արթուր, խնդրեմ դու մեկնաբանես տեղի ունեցած ակցիան, ինչի մասին էր սա եւ առհասարակ ինչ ակնկալիքներ կան Սերգեյ Լավրովի Երևան այցից։ Ինչի մասին է, նախ Մարիա Զախարովային հավելելով, ասեմ, որ բացի USAID-ից, կարծում USAID-ի փողերը վերջացել են, կտրվել են եւ նաեւ քաղաքականությունն է փոխվել, բայց այնտեղ մենք շատ լավ գիտենք, որ կան օրինակ սորոսական ցանցեր, որը շատ հսկայական ցանց է, ցանկացած երկրի հատուկ ծառայություն կերազեր այդպիսի ցանց ունենալ, որը ներառում է եւ հասարակական կազմակերպություններ, եւ կուսակցություններ, եւ թերթեր, եւ շարժումներ, եւ այլն, եւ Արման Բաբաջյանը դրանցից մեկն է։ Գիտեք, ես ընդհանրապես կողմ եմ ազատ խոսքի դրսևորմանը եւ այլ, անկախ նրանից դա Պուտինի դեմ է, թե Թրամփի դեմ է, թե ասենք Հայաստանի իշխանությունների, բայց այն օրակարգը, որը հիմա Արման Բաբաջյանի կուսակցությունը առաջ է քաշում, Պուտին ու Մարտհասպան եւ այլն, Պուտինը բնականաբար Հայաստանի դեմ պատերազմ չի արել, Հայաստանը ոչ ոքի չի սպանել, դա պրոուկրաինական օրակարգ է, որը առաջ է քաշվում, այսպես ասենք, գլոբալիստական կառույցների կողմից եւ ոչ միայն Հայաստանում, ամենուր, այսինքն այդ օրակարգը Հայաստանի հետ որևէ առնչություն չունի, դա Հայաստանի շահերից չի բխում, Հայաստանի հետ որևէ կապ չունի, դա դարձյալ հակառուսական եւ պրոուկրաինական օրակարգ է, որը ի դեպ աշխատում է նաեւ Միացյալ Նահանգների դեմ, քանի որ մենք գիտենք, որ այսօր Միացյալ Նահանգների իշխանությունները, հատկապես նախագահ Թրամփը, այսպես ասենք, օրակարգ է վերցրել ուկրաինական պատերազմը կանգնելու ուղղությամբ եւ բանակցություններ են ընթանում եւ ասեմ նաեւ նույն Միացյալ Նահանգներում Թրամփի դեմ, ինչպես Արման Բաբաջյանն է այնտեղ անում, այդպիսի սորոսական կառույցները շարունակում են այդպիսի ուրեմն ակցիաներ իրականացրել։ Սորոսի գլխավորած կառույցը եւ ընդհանրապես նաեւ եվրոպական ֆոնդերից ֆինանսավորող այդ 5-րդ շարասյունը կրիմինալ մի կազմակերպություն է, որի նպատակը որևիցե երկրի բարգավաճումը չէ, դրանց նպատակը հակառակը երկիրները քանդելն է, երկիրները թուլացնելն է, որպեսզի, այսինքն մեկ կետից կառավարելը ավելի հեշտ դառնա։ Արման Բաբաջյանը այդ եղել է իր ամբողջ կենսագրությամբ այդպիսի շարասյան վարձկաներից մեկը եւ հիմա շարունակում է լինել նմանատիպ մի գործիք։ Այսքանը կարող եմ ասել։ Իսկ հայ-ռուսական հարաբերություններում շատ բան կա, իհարկե կարճ ասեմ նաեւ վերջի մասը ձեր հարցի, շատ հարցեր կան, որ պետք է լուծվեն, բայց ես չեմ կարծում, թե Հայաստանի այսօրվա իշխանությունները ընդունակ են դա անելու կամ ցանկություն ունեն, որտեղ իրենց օրակարգերը լրիվ ուրիշ տեղ են տանում, իրենց օրակարգերը թելադրվում են իմ կարծիքով Թուրքիայից եւ Ադրբեջանից, որը Ռուսաստանի հետ չի համընկնում։ Շնորհակալ եմ մեկնաբանության համար Արթուր, իսկ ես թողարկումը կշարունակեմ վարքյաններ անց։ Ռուսաստանի արտաքին գործերի նախարարի ցանկացած այց ուղղված է հարաբերությունների բարելավմանը։ Այս մասին Alpha-News-ի հետ զրույցում ասել է Ռուսաստանի Դաշնային խորհրդի միջազգային գործերով կոմիտեի փոխնախագահ Անդրեյ Կլիմովը, մեկնաբանելով արտգործնախարար Սերգեյ Լավրովի այցը Երևան։ Նրա կանխատեսմամբ Լավրովի Երևան այցը կավարտվի դրական, նորմալ, առաջարկում եմ լսենք ամբողջական խոսքը նրա։ Любой визит нашего министра, самого известного в мире министра дел, он направлен на то, чтобы улучшать отношения нашей страны с теми государствами, в которые он приезжает. Эти отношения бывают разными, для этого сам министр и приезжает. Тут не надо искать какой-то особости. У нас, я хочу напомнить просто, председатель правительства армянского был на Красной площади. Есть желание очень многих устроить вокруг отношений с тем или иным государством какой-то прямо фантасмагорию. Ну, это же нормально, когда министр приезжает на территорию государства, входящего в ОДКБ, в СНГ и находящегося с нами в Евразийском экономическом союзе. Что тут такого? Приедет. Чем закончится визит, посмотрим. В любом двухстороннем формате, в любом,
с любыми странами мира, и между ними тоже, всегда найдете сложные вопросы и легкие вопросы. Это в зависимости от того, кто чего ищет, понимаете? Одно могу сказать, что я повторяю всегда. Если Армения по каким-либо причинам, как государство, вдруг отвернется от России, то я не думаю, что дальше у армянского народа будет что-то позитивное. Потому что именно в союзе с нашим государством Армения может, на мой взгляд, развиваться наилучшим образом. Это мое личное мнение. А что там думают конкретные политические силы в Армении? Ну, это в зависимости от времени. Разные бывают вещи. Все видели мы, всякое видели. Вот. Есть желание Запада там разрушить наши традиционные отношения. Есть. Но эти желания продиктованы не заботой об Армении, а заботой о том, как развалить Россию. Вот только и всего. Սերգեյ Լավրովի այցը եւ դրան ընդառաջ արևմտամետ ուժի նախաձեռնած բողոքի ակցիան Alpha News-ի հետ զրույցում մեկնաբանել է ռուսաստանցի փորձագետ, քաղտեխնոլոգ Պավել Դուբրավսկին, նրա գնահատմամբ Հայաստանում հակառուսական տրամադրությունները լայն տարածում չունեն, դրանք արտացոլված են հասարակության որոշակի շրջանում։ Ըստ նրա, չնայած այն հանգամանքին, որ երկու երկրների միջև հարաբերությունները մի փոքր սառել են, դա չի նշանակում, որ Ռուսաստանը կմոռանա Հայաստանի եւ հայ ազգի մասին։ Մանրամասները հաջորդիվ։ Просто сказал, что часть армянского общества после, скажем так, конфликта вокруг ОДКБ из-за Карабаха, который был, и где Россия с их точки зрения не поддержала их, хотя с их точки зрения, опять же, по договору, скажем так, видимо, была обязана, это расстроило определенную часть армянского общества. Поэтому я бы подытожил, что я не сказал бы, что это массовые какие-то настроения. Мне кажется, что действительно есть отдельная группа людей, которых задел весь этот конфликт, и они считают, что Армении и России надо идти разными дорогами. То есть Еревану надо европеизироваться, идти в сторону улучшения отношений с ЕС и, кстати, в том числе с Соединенными Штатами Америки, но не сотрудничать с Российской Федерацией. Я бы не сказал, что эти настроения массовые. Мне кажется, что не половина общества и там не 40% их поддерживает. Но определенно такой запрос есть. Я только подчеркиваю, что армянское общество достаточно плюралистично, и там есть разные идеи, в том числе и такие. Несмотря на то, что мы видим сегодня в Ереване антироссийский плакат против российской делегации, я бы все-таки сказал, что это лишь часть армянского общества, которое выражает свой протест, но это не отражает, скажем так, консенсусное мнение всего армянского народа. Я думаю, что в любом случае Армения, она лежит в сфере интересов Российской Федерации, и несмотря на то, что сейчас отношения между двумя странами немножко охладели, это не означает, что Российская Федерация забудет про Армению и армянскую нацию. Скорее всего, будет искать поводы и, более того, ждать возможности, чтобы выстроить примерно похожую схему, как была в Грузии. То есть я напомню, что Грузия на протяжении многих лет на уровне официальных лиц достаточно критически относилась к российской власти, но мы видим, что последние выборы показали, что все меняется. Я думаю, что в Армении такой сценарий чисто теоретически тоже возможен. И вот сейчас визит Лаврова — это не только повод вообще в целом замерить температуру по больнице, но и посмотреть в целом на реакцию как официальных лиц, так и, собственно, самого армянского общества или его отдельных частей. Լավրովի այցը եւ դրան ընդառաջ տեղի ունեցած բողոքի ակցիան քննարկեմ իմ գործընկեր Բենյամին Մաթևոսյանի հետ։ Բենյամին, ժողովրդական լեզվով ասած, ինչու էր աղմկում Արման Բաբաջանյանը։ Այստեղ երևի տեղին է հիշել Մարիա Զախարովայի մեկնաբանությունը, ով խոսում էր այն մասին, որ Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպանատունը մեղադրեց սրանում, USAID-ին մեղադրեց։ Չգիտեմ, միգուցե դա որոշակի դիվանագիտական էթիկայից ելնելով է Մարիա Զախարովան դա անում, բայց Արման Բաբաջանյանը այն սուբյեկտը չէ, որ առանց իշխանությունների իմացության կամ թողտվությամբ ինչ-որ մի ակցիա իրականացներ, հետևաբար կրկին ասեմ, միգուցե սա դիվանագիտական էթիկայի դրա համար են իրենք մեղադրում Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպանատանը կամ հաշվի առնելով Պուտին-Թրամփ այս բարի դրացիական հարաբերությունները հույս ունեն այս տարբերակով Հայաստանում Ամերիկայի Միացյալ Նահանգների գործող դեսպանին փոխել, ես չգիտեմ իհարկե, բայց իրականությունը կայանում է նրանում, որ առանց Նիկոլ Փաշինյանի ուղիղ թողտվությամբ Արման Բաբաջանյանը չէր հայտնվի այնտեղ, որտեղ հայտնվեց, մենք տեսանք, որ Ռուսաստանի դեսպանատան դիմացեր օդանավակայանի ճանապարհին էր, այ ոնց Արծրուն Հովհաննիսյանը չէր հայտնվի ՀՄԷԿ-ի եթերում առանց Նիկոլ Փաշինյանի թողտվությամբ, մենք տեսնում էինք Արծրունին, լսում էինք Փաշինյանին։ Նույնն էլ այսօր մենք տեսնում ենք Արման Բաբաջանյանին, բայց
հիմնովին, այսպես ասած, գաղափարը Նիկոլ Փաշինյանի մոտեցումն է ու նաև արձանագրենք հետո դասական Նիկոլ Փաշինյանն է, հա, այսինքն մի կողմից մենք տեսնում ենք, որ ինքը կարող է գնալ Մոսկվա շքերթին մասնակցել, մյուս կողմից Արծրուն Հովհաննիսյանին ուղարկել նացիզմի ռեաբիլիտացիայով զբաղվել, ինչը վերաբերում է այդ ակցիային երկու դրվագ կուզենայի առանձնացնել, նախ այսօր նաև Բագրատ Սրբազանի ծնունդն է, 53 տարեկան է նա այսօր դառնում եւ Սրբազան շարժման կողմնակիցները, անդամները ուզում էին նաև այդ առիթով մի գեղեցիկ պաստառ փակցնեին Երևանի կամուրջներից մեկում, շատ արագ այնտեղ հայտնվեցին պարեկները եւ հեռացրեցին այդ պաստառը, բայց Արման Բաբաջանյանին հնարավորություն տվեցին եւ Կիևյան կամուրջում եւ այլ տեղերում այդ պաստառը փակցնել եւ իր քաղաքական ակցիան իրականացնել, դրա համար ենք ասում, որ մենք տեսնում ենք Արման Բաբաջանյանին, բայց իրականում հասկանում ենք, որ դա Նիկոլ Փաշինյանն է, նաեւ պարեկների հետ կապված մի բան էլ նշեմ, ըստ օթում կախված լուրերի, նախորդ իշխանության ժամանակ էլ Արման Բաբաջանյանը առնվազն որոշակի ժամանակ հատուկ պահպանության տակ էր գտնվում ոստիկանական նաեւ համակարգի ներկայացուցիչների անվտանգությունը հսկում են, հիմա գլոբալ առումով 18-ից այսքան Բաբաջանյանի համար ոչինչ չի փոխվել, Արփինը, բայց անկեղծ ասած, այս ակցիան երբ որ ես նայում եմ, իմ մոտ մի հարց առաջացավ, հիմա Հայաստանում շատ է խոսում նրա մասին, որ Հռոմի Պապը հայ է կամ հայի թորն է, հիմա չգիտեմ Հռոմի Պապը հայ է թե չէ, բայց այն որ Սերգեյ Լավրովը որոշակի արմատներ հայկական ունի, բայց ես վստահ չեմ, որ Սերգեյ Լավրովը հայերեն հասկանում է, հիմա ինչու են այդ պաստառի վրա հայերեն լեզվով գրել մարդասպան։ Ես հնարավոր է սխալվում եմ, բայց եթե դու քաղաքական ակցիա ես իրականացնում եւ այդ քաղաքական ակցիան ուղղված է կոնկրետ Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարի եւ նրա այցի դեմ, ապա երևի տրամաբանական կլիներ, որ այդ պաստառի վրա գրությունները լինեին ռուսերեն, նու կամ գոնե անգլերեն, հայերեն ինչի՞ եմ, այստեղ էլ են իրենք ինքնիշխանության համար պայքարում, սա ուղղակի նաև մակարդակի մասին է, հա, խոսում, որ ամեն ինչ արվում է ռուսերեն ասած ծապլապ, հա, դրա համար էլ մենք տեսնում ենք, որ Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարի այցի ժամանակ հայալեզու պաստառ է դրվում, մեղմ ասած հարցեր է առաջանում, ինչի համար է դա անհրաժեշտ անել։ Շնորհակալ եմ եւ լսենք նաեւ Արթուրի հարցը։ Բենյամին ուզում եմ հարցնել, գիտեք, այսօր իհարկե Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպանատան վրա են տանում, բայց արդյոք վերջին շրջանում, ճիշտ է, Միացյալ Նահանգների դեսպանը Հայաստանում չի փոխվել, բայց կարծես թե քաղաքականությունն է փոխվել։ Ըստ քեզ, Բենյամին, այդպես է թե ոչ եւ որքանով եք տեսնում բրիտանական հատուկ ծառայությունների դերը այս ամեն ինչում եւ ոչ միայն այս ակցիայի մասն է խոսքը, ընդհանրապես ուրեմն USAID-ի փակվելուց հետո կամ ֆինանսավորման դադարեցումից հետո կարծես թե այդ գրանտակերները անտեր են մնացել կամ սոված, այդպիսի արտահայտություններ մենք հաճախ ենք լսում, արդյոք այսօր այդ մարտիկ նոր տերեր են գտել իդեմս օրինակ Մեծ Բրիտանիայի։ Ինչը վերաբերվում է Մեծ Բրիտանիայի ակտիվությանը, այնտեղ էլ իրականում բավականին հետաքրքիր իրավիճակ է, որովհետև մենք գիտենք, որ շուտով փոխվելու է մի 6-ի ղեկավարը, Ռիչարդ Մուրը գնալու է, այսպես ձևակերպենք, թոշակի է գնալու եւ այնտեղ եւս հա մի իրավիճակ է, երբ որ պետք է փոփոխություններ տեղի ունենան, ճիշտ է մի 6-ը դա այն եզակի կառույցներից մեկն է աշխարհում, որը դարեր շարունակ գործունեություն է ծավալում տարբեր անուններով, տարբեր ֆորմատներով, բայց այդ ինստիտուցիոնալ հիշողությունը կա, սակայն ամեն դեպքում ղեկավարի փոփոխությունը այս կամ այն կառույցի ակտիվության վրա չի կարող չանդրադառնալ եւ սրա մասին օրինակ հենց բրիտանական մամուլը եւս գրում է, նաեւ ռուս-ամերիկյան հարաբերությունների համատեքստում, այսինքն նախկինում մենք հետո տեսնում էինք, որ նույն Բորիս Ջոնսոնը կարողանում էր ակտիվորեն շատ արագ հայտնվել որոշակի բանակցային փուլերից հետո նույն Կիևում եւ անել այնպես որ բանակցությունները ռուս-ուկրաինական տապալվեն, ապա այստեղ մենք տեսնում ենք, որ դա չկա, այսինքն բրիտանական կողմի ակտիվության համատեքստում պետք է արձանագրենք հետեւյալը, որ այնտեղ եւս սպասում են ղեկավարության փոփոխությանը, սա առաջինը, երկրորդը ինչը վերաբերում է Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպանի ակտիվությանը կամ նվազ ակտիվությանը, արձանագրենք հետեւյալը, որ նույն ֆորմատով, նույն պաշտոնյաների հետ, նույն պարբերականությամբ Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպանը հանդիպումներ է ունենում,
Ճիշտ է, մենք շատ դեպքերում սովորենք նրան, որ այս կամ այն քաղաքական ակտիվ իրադարձության ժամանակ Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպանատունը անդադար աջակցություն է հայտնում Նիկոլ Փաշինյանին, բայց մենք հիմա վերջին շրջանում տեսանք, որ օրինակ լուր կերպով աջակցություն հայտնեցին Նիկոլ Փաշինյանին, երբ որ օրինակ նոր-նորքի վարչական շրջանում այդ տեսախցիկների առաջ ծեծ ու ջարդը եղավ, Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպանատնից մենք գնահատականներ չլսեցինք այն մասին, որ ժողովրդավարության բաստիոն իրեն հռչակած հանրապետությունում այս տեսակ բաներ չպետք է լինեն։ Հետևաբար ուղղակի արձանագրենք հետևյալը, որ Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպանատունը ինքը իսկապես ոչ միտեղ չի գնացել, իրենց մոտեցումները գոնե այս պահի դրությամբ կարող ենք արձանագրել, իրենք փոփոխության չեն ենթարկվել, բայց այլ հարց է, որ այստեղ այդ կոնկրետ այս ակցիայի հետ կապված տեսնել հենց Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպանատան հետքը, բայց չտեսնել Նիկոլ Փաշինյանի հետքը, կրկին ասեմ, ես կարծում եմ, որ այստեղ զուտ որոշակի դիվանագիտական էթիկայից ելնելով իրենք չեն ուզում այդ ամեն ինչի մասին խոսել, բայց արձանագրենք նաև հետևյալը, այդ թվում նաև Ամերիկայի Միացյալ Նահանգների դիրքորոշումների վերաբերյալ մենք տեսնում ենք, որ զուգահեռ ռուս-ուկրաինական բանակցություններին կան նաև Ամերիկայի եւ Իրանի Իսլամական Հանրապետության միջև բանակցային գործընթացի եւ բառացիորեն րոպեներ առաջ կարդում էի, որ բանակցությունների 5-րդ փուլը, որը պետք է տեղի ունենալ Հռոմում, կարծես թե իրանական կողմի մոտեցումներից ելնելով ինքը հետաձգվել է, այսինքն մենք պետք է հասկանանք, մենք ինստիտուցիոնալ առումով Ամերիկայի Միացյալ Նահանգներին բացի հակառուսական պլացդարմ լինելուց, ել ինչի համար կարող ենք օգտակար լինել, պետքական լինել, լավ այսպես ձևակերպենք, այս առումով Իրանը որպես ռազմավարական խնդիր Ամերիկայի Միացյալ Նահանգների համար եղել է եւ շարունակում է մնալ, հետեւաբար զարմանալի չի լինի, որ դեսպանատունն էլ այս ուղղությամբ շարունակի իր գործողությունները իրականացնել, բայց վերադառնալով այսպես ասած կոնկրետ մեզ արձանագրենք հետեւյալը, որ մի ոչ այնքան հաճելի բան է մեզ համար տեղի ունեցել, շատ մեղմ եթե ձևակերպենք, նաև ինչ համատեքստում հա կուզենայի ասել, Արփինե կարծում դու ես հիշում, որ վերջին շրջանում երբ որ հարցումներ էին իրականացվում եւ մեր հասարակության զգալի հատվածը մի պահ կար նույնիսկ 44%-ից ավելին ասում են, որ Հայաստանի թիվ 1 դաշնակիցը դա Իրանի Իսլամական Հանրապետությունն է, դա հատկապես 22 թվականի հայտնի ջերմուկում տեղի ունեցած դեպքերից հետո էր այդ տեսակետը տարածված, բայց մենք տեսնում ենք, որ Իրանի Իսլամական Հանրապետության մեր հարգարժան գործընկերները չեն հրաժարվում Ադրբեջանի հետ համագործակցությունից եւ համագործակցություն ասելով մենք այստեղ ասում ենք ոչ միայն տնտեսական կամ քաղաքական համագործակցության մասին, այլ մենք տեսնում ենք, որ ռազմական համագործակցություն կա եւ զորավարժություններ են անցկացնում ու ամենացավալին մեզ համար նաեւ էմոցիոնալ առումով հավանաբար այն է, որ այդ զորավարժությունները անցկացվում են օկուպացված Արցախի տարածքում, իսկապես մի հետաքրքիր նրբերանգ է ստացվում իրանական զորքերը մտան Արցախի հանրապետություն, ինչի մասին Հայաստանում խոսում են դեռևս 2020 թվականից, գոնե հասարակության մեջ այդ քննարկումը կար, իրենք մտան Արցախի հանրապետություն, բայց կա մի նրբերանգ Արցախի հանրապետությունում հայեր չկան։ Եվ հենց սրա մասն էլ կուզենայի մեր հարգելի հեռուստադիտողների հետ խոսել։ Եվ այսպես իրանական զորքերը մտան Արցախ, բայց կա մի կարևոր նրբերանգ։ Հարգելի հեռուստադիտողներ, մենք բառացիորեն 3 ձեզ հետ միասին խոսում ենք կարևորության մասին, որ երկրի քաղաքական վերնախավի մենտալ մտավոր քարտեզը համապատասխանի գետնի վրա գոյություն ունեցող քաղաքական քարտեզին։ Եվ այսօր արդեն ունենք հնարավորություն շատ ավելի առարկայական ասել, թե ինչի մասին օրինակ կարող ենք հենց այս թեզը կիրառել, ինչի մասին խոսելիս այս թեզը կարող ենք կիրառել։ Հարգելի հեռուստադիտողներ, իհարկե շատ ցավալի է սա արձանագրել, բայց Հայաստանի Հանրապետությունը պատերազմում պարտված պետություն է։ 5 տարի է արդեն համարյա ինչը մենք պարտվել ենք 44 օրյա պատերազմում եւ այս 5 տարիների ընթացքում մենք կորցրել ենք հնարավորությունը զարգացնել Իրանի Իսլամական Հանրապետության եւ մեր բնական դաշնակցի հետ մեր ռազմավարական հարաբերությունները ավելին մենք նաեւ ինչի ականատեսն ենք դառնում, որ օրինակ Հայաստանը փոխանակ համագործակցություն ծավալի Իրանի Իսլամական Հանրապետության հետ արտատարածաշրջանային պետությունից օրինակ բաստիոն զրահապատ մեքենաներն է գնում, զրահապատ մեքենաներ, որոնք ավելի կիրառելի են երկրի ներսում որոշակի հարցեր կարգավորելու համար, ավելի կոնկրետ, երբ որ օրինակ լինեն ցույցեր, բողոքի ակցիաներ, այդ մեքենաները ավելի կիրառելի են հենց քաղաքային մարտերի շրջանակներում, քան մի իրավիճակում, երբ որ քո ագրեսիվ թշնամին քո ագրեսիվ հարևանը փորձի քո դեմ ռազմական գործողություններ իրականացնել եւ նաեւ մենք պետք է հասկանանք մի բան քաղաքականության մեջ աշխարհաքաղաքականության մեջ վակուում գոյություն չունի
Եթե դու ինչ-որ մի բան բաց ես թողում, այդ բացը միշտ լրացվում է, եւ երբ որ դու Իրանի Իսլամական Հանրապետության ռազմավարական, ռազմաքաղաքական համագործակցությունը անտեսում ես, դա հանգեցնում է նրան, որ քո ոչ այնքան դրական քո հանդեպ տրամադրված հարևանը Իրանի Իսլամական Հանրապետության հետ զորավարժություններ է անցկացնում, այս դեպքում խոսքը գնում է Ադրբեջանի մասին եւ արձանագրենք հետեւյալը, որ իրանական լրատվամիջոցների փոխանցմամբ մայիսի 18-ից մինչև մայիսի 21-ը Իրանի Իսլամական Հանրապետության հեղափոխության պահապանների կորպուսը եւ ադրբեջանական բանակը զորավարժություններ են անցկացնելու, զորավարժությունները կոչվում են Արազ 2025, արձանագրենք նաեւ հետեւյալը, որ նախորդ տարի էլ անցկացվել էին Արազ 2024 զորավարժությունները, բայց իրանք տեղի են ունեցել Իրանի Իսլամական Հանրապետության տարածքում, բայց այս տարի Արազ 2025 զորավարժությունները տեղի են ունենում օկուպացված Արցախում, որոշ փորձագետներ, մասնագետներ նաև նշում են, որ ըստ այն կադրերի, որոնք տարածվել են իրանական եւ ադրբեջանական լրատվամիջոցների պաշտոնական տեղեկատուների կողմից, այդ զորավարժություններից որոշ հատվածը տեղի ունենում օկուպացված հայկական հադրութում։ Հերթական անգամ ասենք, տեսեք, աշխարհաքաղաքականության մեջ աշխարհաքաղաքական գործընթացների մեջ վակուում չի լինում։ Եվ երբ որ դու անտեսում ես տրամաբանական թվացող համագործակցությունը Իրանի Իսլամական Հանրապետության հետ, Ռուսաստանի Դաշնության հետ, ապա Ադրբեջանը դա իր համար ընկալում է որպես պատմական հնարավորությունների պատուհան համագործակցություն հաստատել այդ երկրների, այդ սուբյեկտների հետ։ Ու տեսեք, հա, երբ որ մենք խոսում ենք Իրանի Իսլամական Հանրապետության մասին, երևի գաղտնիք բացահայտած չենք լինի, չէ՞, եթե ասենք, որ Իրանի Իսլամական Հանրապետությունը դա մի պետություն էր, որը 90-ական թվականներից սկսած Արցախի հանրապետության հետ ուներ առևտուր։ Արցախյան որոշ ապրանքներ վաճառվում էին նաև Իրանի Իսլամական Հանրապետությունում։ Շատերը միգուցե մոռացել են, բայց երբ որ ամերիկյան կողմը սպանեց իրանական հեղափոխության պահապանների կորպուսի հրամանատարներից գեներալ մայոր Ղասեմ Սուլեյմանին, Արցախի հանրապետության այն ժամանակվա անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանը ոչ միայն համապատասխան հայտարարություն տարածեց անընդունելի համարելով Ամերիկայի Միացյալ Նահանգների կողմից իրականացված այն քայլը, ցավակցություն հայտնելով եղբայրական իրանական ժողովրդին, այլ նաև ըստ որոշ տեղեկությունների նաև Իրանի Իսլամական Հանրապետությունում էր եւ մասնակցել էր Ղասեմ Սուլեյմանի հողարկավորությանը։ Հիմա տեսեք, այդ նույն Իրանի Իսլամական Հանրապետությունը փոխանակ ռազմավարական համագործակցությունը խորացնի Հայաստանի Հանրապետության հետ, խորացնում է ռազմավարական համագործակցությունը Իրանի Իսլամական Հանրապետության Ադրբեջանի հետ։ Հարգելի հեռուստադիտողներ, 5 տարի է իսկապես անցել պատերազմական գործողությունների ավարտից հետո ռազմաարդյունաբերական համալիրի արդիականացման տեսանկյունից մենք խորացրել ենք մեր հարաբերությունները Իրանի Իսլամական Հանրապետության հետ։ Ինչի ենք, հենց սրա վրա շատ լուրջ ուշադրություն կարծում ենք, որ պետք է դարձնել։ Իրանական անօդաչու թռչող սարքերը իրավիճակ են փոխում ուկրաինական մարտերի թաթերաբեմում եւ արդեն շատ երկար ժամանակի իրավիճակ են փոխում։ Ինչու մենք այդ ամեն ինչից չենք օգտվում։ Ավելին, հարգելի հեռուստադիտողներ, տրամաբանությունը հուշում է, որ այս տարիների ընթացքում Հայաստանի Հանրապետությունը պետք է կարողանար ռազմավարական համագործակցությունը այնպես խորացնել Իրանի Իսլամական Հանրապետության հետ, որ մենք օրինակ Իրան, Հայաստան, Ռուսաստան զորավարժություններ անցկացնենք Հայաստանի Հանրապետության տարածքում մի քանի անգամ տարբեր մարզերում, տարբեր ֆորմատներով, տարբեր ներկայությամբ, բայց մենք դա չենք արել։ Ինչու չենք արել, այստեղ երևի հարցը պետք է հղել իշխանություններին, մի այսպիսի հետաքրքիր ձևակերպում կա, չէ՞, իրենք երբեք բաց չեն թողնի հնարավորությունը, բաց թողնել հնարավորությունը։ Երեք մենք նաև խոսում ենք հետևյալի մասին, որ Հայաստանի Հանրապետության երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հարցազրույց էր տվել եւ բացի ներքաղաքական իրադարձությունների վերաբերյալ իր գնահատականներից, նաև աշխարհաքաղաքական առումով զարգացումների վերաբերվող գնահատականներ տրվեցին Ռոբերտ Քոչարյանի կողմից եւ արձանագրվեց հետևյալը, որ Հայաստանի Հանրապետությունը ունի կարիք արդիականացնելու իր զինված ուժերը վերականգնվելու պարտությունից հետո եւ շատ կարեւոր է Ռուսաստանի Դաշնության հետ ռազմավարական համագործակցությունը դուրս բերել այն մակարդակի, որը տարիներ շարունակ մենք ունեցել ենք, եւ եւս մի կարեւոր արձանագրում արվեց, որ հայ-ռուսական ռազմավարական այդ համագործակցությունը պետք է վերածել եռանկյունի, որում իր ուրույն դերն ու տեղը պետք է ունենա Իրանի Իսլամական Հանրապետությունը։ Սա տրիվիալ ճշմարտություն է, որը ստիպված են կրկնել
Ռոբերտ Քոչարյանը, մի շարք փորձագետներ, վերլուծաբաններ ստիպված են սա կրկնել, բայց արձանագրենք հետեւալ, որ փոխանակ Հայաստանի Հանրապետության իշխանությունները վերջին 5 տարիների ընթացքում կարողանային ձևավորել Երևան, Թեհրան, Մոսկվա եռանկյունի, մենք ունենք մի եռանկյունի Նիկոլ Փաշինյան, Արմեն Գրիգորյան, Արարատ Միրզոյան, ովքեր օրինակ իթիվս այլնի իրենց մեջ կա մի անձնավորություն, ով հնարավոր էր համարել, որ Իրանի Իսլամական Հանրապետության հետ Հայաստանի Հանրապետության սահմանը ինչ որ մի պահի փակվի։ Մենք այդ եռանկյունու գործունեության շրջանակներում ունենք մի իրավիճակ, երբ որ Հայաստանը անհասկանալի պատճառներով Իսրայելում բացում է իր դեսպանատունը։ Մենք հանգել ենք մի իրավիճակի, որ փոխանակ ձևավորվի Հայաստան, Ռուսաստան, Իրան եռանկյունին, մենք հայտնվել ենք Ադրբեջան, Թուրքիա այս տանդեմի արանքում որպես ռազմավար։ Միգուցե իշխանությունները իսկապես ուզում են խաղաղություն բերել, բայց այստեղ հարց է առաջանում, իրենք ունակ են դա անել, թե ոչ։ Մտածեք այդ մասին։ Եվ ինչպես իմ գործընկերը արդեն նշեց, Իրանն ու Ադրբեջանը օկուպացված Արցախի հանրապետությունում զորավարժություններ են անցկացնում, այդ վարժանքները մեկնարկել են նախ օրեին, մայիսի 18-ից կավարտվեն վաղը, մայիսի 21-ին եւ հրապարակված տեսանյութերից դատելով երևում է, որ զորավարժությունները իրականացվում են, տեղի են ունենում Արցախի Հադրութ քաղաքում, զորավարժության նպատակը համատեղ սահմանների անվտանգություն ամրապնդելը եւ հնարավոր սպառնալիքներին դիմակայելն է։ Իրանագետ Ժաննա Վարդանյանը մեծ հետ զրույցում ասել է, որ Արցախում զորավարժությունը պայմանավորված է պատերազմից հետո Իրանի մտավախություններով։ Լսենք նրան։ Նախ մենք պետք է հիշենք, որ սա Իրանի եւ Ադրբեջանի առաջին համատեղ զորավարժությունը չէ։ Նախորդ տարի էլ նրանք անցկացրել նույն խորագրով, Արաքս խորագրով զորավարժությունը եւ տվյալ դեպքում այն անցկացվել էր Իրանի տարածքում։ Այս զորավարժությունների հայտարարված նպատակը սահմանային անվտանգության բարձրացումն է, սահմանների պաշտպանությունն է եւ այլն, եւ հետեւաբար այս համատեքստում տրամաբանական է, որ դրանք անցկացվում են սահմանի երկու կողմերում։ Իսկ Արցախը մենք գիտենք, որ Իրանի հետ ուներ բավականին երկար սահման, որը այժմ գտնվում է ադրբեջանական օկուպացիայի ներքո։ Եվ այս առումով տրամաբանական է, որ զորավարժությունները կարող են ընդգրկել նաև այս տարածքները։ Իսկ թե ինչու է օրինակ իրանական կողմը մասնակցում դրան, ներկայություն գտնում Արցախի տարածքում, այստեղ էլ մենք պարզապես պետք է հիշենք իրանական կողմի դիրքորոշումը։ Իրանցիները բազմիցս շնորհավորել են Ադրբեջանին, այսպես կոչված պատերազմում հաղթանակի հետ կապված, եւ հետեւաբար այս համատեքստում էլի զարմանալի չէր, որ իրանցիները մեկնելու են Արցախի օկուպացված տարածքներ եւ մասնակցելու են այդ զորավարժությանը։ Մյուս կողմից մենք նաեւ պետք է հիշենք այն մտավախությունները, որ Իրանն ուներ պատերազմից հետո, մասնավորապես ահաբեկիչների հետ կապված, Իսրայելի ներկայության հետ կապված Արցախի օկուպացված տարածքներում, հետեւաբար այս համատեքստում եւս իրանական կողմի համար ինչու ոչ մերժելի չէ գտնվել այդ տարածքներում, որոնց հետ կապված ուներ մտավախություններ եւ ապահովել ճակերտավոր ասած իր ներկայությունը ու հասկանալ տեղում իրադրությունը։ Ուրալօղլուն իրականում, եթե մենք հետևում ենք թուրքական կողմի հայտարարություններին, ապա բավականին հաճախ հայտարարություններ հնչեցնում Զանգեզուրի, այսպես կոչված Զանգեզուրի միջանցքի հետ կապված եւ ամեն անգամ դրան արձագանք սպասել այն էլ իրանական կողմից, կարծում եմ տեղին չէ։ Իսկ ինչ վերաբերում է այսպես կոչված Զանգեզուրի միջանցքի հարցում իրանական կողմի դիրքորոշմանը դրա փոփոխությանը, ապա իրանական կողմը բազմիցս հայտարարել է, որ այս հարցում իր դիրքորոշումը չի փոփոխվել եւ մինչեւ վերջերս էլ տարբեր առիթներով, տարբեր պաշտոնյաների հետ հանդիպումների ընթացքում, թե հայ, թե ադրբեջանական կողմի հետ հանդիպումների ընթացքում Իրանից շեշտել են այս հարցում իրենց դիրքորոշումը եւ անգամ Հայաստանում Իրանի դեսպանն է բազմիցս վերահաստատել, որ իրանական տեսակետը այս հարցում չի փոխվել եւ չի փոխվելու, քանի որ սա շատ պարզ է, առնչվում է անմիջապես Իրանի շահերին։ Համենայն դեպս վերջին 5 տարվա ընթացքում մենք տեսել ենք այն, որ այդ դիրքորոշումը պարզապես չի փոխվել։
Ինչ վերաբերում է Իրանի փորձագիտական համայնքի գնահատականներին, ապա այստեղ միանշանակ գնահատականներ չկան։ Կան փորձագետներ, ովքեր համարում են, որ Ադրբեջանը արկածախնդրության չի գնա եւ չի փորձի օրինակ ուժի միջոցով բացել այսպես կոչված միջանցքը եւ կբավարարվի Իրանի տարածքով երթուղի ունենալով։ Եվ կան փորձագետներ, ովքեր ունեն հակառակ կարծիքը, համարելով, որ Ադրբեջանն ի վերջո գնալու է արկածախնդրության, Ադրբեջանը ի վերջո փորձելու է ամեն կերպ բացել այդ միջանցքը։ Այսինքն այս առումով չկա միանշանակ մոտեցում, կան տարբեր կարծիքներ, որոնք ինչ որտեղ խաչվում են, ինչ որտեղ լրիվ հակընդեմ կարծիքներ են ու որևէ միանշանակ գնահատական չկան, կան երկու հնարավոր սցենարներն էլ։ Արթուր, ինչ հետևություններ պետք է անի Հայաստանը Իրանի եւ Ադրբեջանի այս համատեղ զորավարժություններից, որոնք արդեն նշեցի, Արցախում են տեղի ունենում։ Հայաստանը իշխանությունը հետևություններ չի անի, որովհետև սա ուղիղ իրենց քաղաքականության հետևանքն է, երբ որ Իրանը Ադրբեջանի հետ շատ ավելի լավ այսինքն Ադրբեջանը Իրանի հետ շատ ավելի լավ հարաբերություններ ունի, քան Հայաստանի իշխանությունները ունեն Իրանի իշխանությունների հետ, թեև արտաքուստ ցույց են տալիս, թե իբր շփումներ եւ այլն կա։ Տեսեք, Հայաստանի իշխանությունները այսօր բացարձակ, բացահայտ մեկուսացման մեջ են հայտնել Հայաստանին։ Բազմիցս մենք խոսել ենք այն մասին, օրինակ նույն ՀԱՊԿ-ը եռանկյունի մասներ խոսում Բենյամինը։ Նույն ՀԱՊԿ-ի անդամ երկրները շատ ավելի լավ հարաբերություններ ունեն Ադրբեջանի հետ, քան Հայաստանի հետ։ Հիմա պարզվում է, որ Իրանն էլ է ջերմացում գնում։ Իհարկե Ադրբեջանը այլ նպատակ է հետապնդում կոնկրետ Հայաստանի հետ կապված հարցում չեզոքացնել Իրանին ինչ որ առումով։ Դա ինչպես կանդրադառնա ընդհանուր տարածաշրջանի վրա, որովհետև մենք գիտենք Իսրայելի հետ ճշնամական հարաբերությունների մեջ են Իրանը եւ Իսրայելը, եւ Ադրբեջանը այստեղ մի կողմից զենք է գնում Իսրայելից, մյուս կողմից զորավարժություն է անում Իրանի հետ, ինչպես կարձագանք են Իսրայելից եւ ընդհանրապես ինչպես կզարգանա իրադարձությունների տարածաշրջանում, դժվար է ասել, բայց Ադրբեջանը այսօր լայնածավալ, այսպես քաղաքականություն է վարում Հայաստանին ընդհանրապես մեկուսացնելու եւ այդ գործում Հայաստանի իշխանությունները իրենց լավագույն ներդրումն են ունենում Հայաստան ընդհանրապես կտրելու բոլորից եւ ամեն ինչից եւ դարձնելու մի ասպես մի կղզյակ, որի հետ որևիցե մեկը կապ չունի եւ որևիցե մեկը հաշվի չի առնում եւ լուրջ չի ընդունում։ Ցավոք ունենք այդպիսի իրականություն եւ Իրանի զորավարժությունները հենց դրա մասին են։ Մենք գիտենք, որ Իրանը բազմիցս առաջարկել Հայաստանի հետ այդպիսի զորավարժություններ անել, բայց Հայաստանի իշխանությունները հրաժարվել են Այո, վերջերս մեկը որպես այդպիսի զորավարժություն եղավ իհարկե։ Այո։ Շնորհակալ եմ Արթուր մեկնաբանության համար եւ ներհայաստանյան իրադարձություններից եւս մեկ լուր հակակոռուպցիոն կոմիտեն այսօր հայտարարեց, հաղորդեց, որ խուզարկություններ է իրականացվել Երևանի քաղաքապետարանում եւ քաղաքաշինության տեխնիկական եւ հրդեհային անվտանգության տեսչական մարմնում։ Կոմիտեից հայտնել են, որ կաշառք ստանալու մեղադրանքով ձերբակալվել է քաղաքապետարանի 2 պաշտոնատար անձ, այդ նույն մեղադրանքով ձերբակալվել են նաեւ քաղաքաշինության տեխնիկական եւ հրդեհային անվտանգության տեսչական մարմնի գլխավոր մասնագետը եւ բաժանմունքի նախկին պետը։ Այլ մանրամասներ ոչ հակակոռուպցիոն կոմիտեն, ոչ էլ մյուս պետական կառույցները չեն հայտնել։ Եվ թողարկման այս ընթացքում ինձ է միացել տնտեսագետ Լիլիա Ամիթխանյանը։ Լիլիա, օրերս ազգային ժողովի հանձնաժողովներից մեկում քննարկվում էր մի այսպիսի օրենքի նախագիծ, որում առաջարկվում էր, որ Հայաստանի պետական բյուջեի կատարման նկատմամբ վերահսկողություն իրականացնելու գործառույթները պետք է փոխանցվեն պետական վերահսկողության ծառայությանը եւ ինչպես այս ծառայության ղեկավար Ռոմանոս Պետրոսյանն էր նշել, այս գործառույթը գործող օրենքով վերապահված է ֆինանսների նախարարությանը։ Սա ուղղակի քաղաքական նախագիծ է վերահսկողությունը տալ պետական վերահսկողության ծառայությանը, որն է այս նախագծի նպատակը, ինչ են ուզում սրանով հասնել իշխանությունները։
Արփինեկը դժվարանամ ասել, թե իրական նպատակը այս ամենի ինչումն է, եթե ոչ, օրինակ, ավելի լուրջ եւ ավելի մեծ վերահսկողություն իրականացնելու իմիտացիան, օրինակ։ Որովհետեւ տեսեք, եթե դա իմիտացիա չէ, ինչ որ նպատակ ունի կամ ինչ որ խնդրից է ելնում, ապա շատ տրամաբանական է կարծել, որ օրինակ նույն ֆինանսների նախարարությունը գուցե բավարար չէր իրականացնում այդ վերահսկողությունը կամ թերացել է կամ այլն, այսինքն սա, եթե դա այդ նպատակով է, խնդիր է նորից գործող իշխանության համար։ Եթե ոչ, այնուամենայնիվ տեսեք, վերահսկողնել են իրենք, իրականացնող գործառույթներն են իրենք եւ առաջանում է տրամաբանական հարց, իսկ վերահսկողին ով պիտի վերահսկի։ Որտեւ ի վերջո մենք գործ ունենք այն նույն իշխանության հետ, որը օրինակները շատ են չմանրանանք, բայց կառավարման հետ կապված առնվազն բազմաթիվ խնդիրներ եւ բացթողումներ ունի։ Հետեւաբար այս հարցադրումը կա իհարկե, նորից կրկնեմ, իրական նպատակի վերաբերյալ իհարկե չեմ կարող ավել մանրամասներ ասել։ Շնորհակալ եմ եւ պարենային անապահովության խնդրի մասին, որը բավական մտահոգիչ է, խնդրեմ։ Շնորհակալ եմ։ Երևանում զբոսնելիս ամեն ինչ գեղեցիկ է եւ կարելի է կարծել, որ ամեն բան ընթանում է բարեհաջող կերպ։ Միևնույն ժամանակ Հայաստանի բնակչության 23%-ն ունի պարենային անապահովության խնդիր։ Այս երևույթը վստահաբար շատերս քննարկել ենք, շատերս նկատում ենք նման երևույթ, բայց պետք է նշել, որ այս մեջբերումը ոչ թե ինչ-որ կենցաղային զրույցից վերցված կամ քաղաքացիների մոտ տարածված զրույցից հատված է, այլ ՄԱԿ-ի պարենային համաշխարհային ծրագրի ներկայացուցչի եւ տարածաշրջանային տնօրենի գնահատականն է։ Նորից կրկնենք, ըստ այդ գնահատականի Հայաստանի բնակչության 23%-ն ունի պարենի անապահովության խնդիր։ Ինչ իրավիճակ է ի վերջո պարենի անապահովության հետ կապված Հայաստանում։ Իսկ իրավիճակը ավելի մանրամասն ներկայացնելու համար միասին դիտարկենք ՄԱԿ-ի այսպես կոչված սովի քարտեզը, որտեղ ներկայացված է նաև Հայաստանի տվյալները, մասնավորապես թերսնվող բնակչության մասնաբաժնի հետ կապված։ Ըստ այդմ, համաձայն այդ տվյալների, ՄԱԿ-ի համաձայն Հայաստանի բնակչության մոտավորապես 500,000-ը ոչ բավարար քանակությամբ սնունդ է օգտագործում, կամ այլ կերպ ասած, թերսնված է։ Սա մեր բնակչության 17%-ն է։ Մեր բնակչության 17%-ը թերսնվում է ըստ ՄԱԿ-ի գնահատականների։ Որքանով է այս ցուցանիշը համադրելի աննախադեպ աճեր արձանագրող տնտեսության հետ, որքանով է դա հնարավոր։ Իսկ դա հնարավոր է։ Հնարավոր է այն պատճառով, որ մեր տնտեսության հատկապես վերջին տարիներին արձանագրված այսպես կոչված աննախադեպ աճերը ոչ թե իրականացվող քաղաքականության արդյունք էին, որը պետք է նպաստեր նաև բնակչության ընդհանուր կենսամակարդակի կամ համընդհանուր, ավելի ճիշտ կլինի ասել, կենսամակարդակի բարձրացմանը, այլ պարզապես արտաքին անկանխատեսելի գործոնների ազդեցության ներքո արձանագրված աճեր էին։ Հնարավոր է, քանի որ փաստացի այդ աճերը շատ ենք խոսել այդ մասին, ներառական չէին, այսինքն չէր վերաբերվում դրա դրական էֆեկտները չէին ածանցվում, բնակչության համար հավասարաչափ չէին բաշխվում։ Հնարավոր է, որովհետև ի վերջո 2020 թվականից սկսված գնաճի խնդիրը Հայաստանում լուծված չէ։ Այն միառժամանակ որոշակիորեն անկում ապրեց, սակայն ավելացավ, նորից ավելանում է եւ փաստացի մենք այսօր կրկին որոշակի նոր գնաճային ալիքի ներքո ենք։ Եվ հնարավոր է դա ի վերջո, որովհետեւ այս վերջին տարիների ընթացքում ըստ էության մեզ մոտ կարծես թե արմատավորվեց նոր երևույթ, աշխատող աղքատի երևույթը, մարդ, ով ունի կայուն եկամուտ, սակայն այդ թվում նաեւ թանկացումներով պայմանավորված կենսագործունեության եւ կենսաապահովման լիարժեք եւ բավարար մակարդակով չի կարողանում այդ ամենը կազմակերպել։ Աղքատության մասին ենք խոսում, պետք է նշել, որ աղքատության հետ կապված իրավիճակը փաստորեն մեզ մոտ եւս ոչ միայն լուծված չէ, թեև այս իշխանությունները այդ թվում նաեւ նման խոստումներով եկան իշխանության, բայց նույնիսկ վերջին շրջանում կարծես թե մենք վատթարացման միտումների ներքո ենք։ Միասին դիտարկենք Համաշխարհային բանկի գնահատականը, ընթացիկ գնահատականը Հայաստանում աղքատության հետ կապված եւ մասնավորապես համաձայն այդ գնահատականի այս պահի դրությամբ Հայաստանում աղքատության մակարդակը 24.8% է։ Հայաստանի բնակչության 24.8%-ը ըստ Համաշխարհային բանկի համարվում է
աղքատ։ Պետք է նշել, որ մեր տվյալներով 2024 թվականի աղքատության մակարդակը 23.7% է կազմել, նախորդ տարի 23.5%։ Փաստացի, աղքատության ցուցանիշն ավելանում է չնայած այն հանգամանքին, որ մեզ փորձում են հավաստիացնել, որ մեր հանրությունն ավելի արագ է հարստանում, քան մենք պարտք ենք վերցնում։ Այս պարագայում առաջանում է պարզ հարցադրում, որքանով է դա հնարավոր, արդյոք հնարավոր է միաժամանակ հարստանալ եւ աղքատանալ։ Եվ կրկին այս հարցադրման պատասխանը պիտի վերադառնանք մեր տնտեսության եւ տնտեսական արձանագրված աճերին, ինչի վրա հենվելով փորձում են այդ քարոզչական պատկերը ստանալ եւ նորից հիշեցնել, որ ցավոք սրտի այդ աճերը պայմանավորված էին ոչ իրականացվող քաղաքականության, այլ մեզանից անկախ եւ խիստ ժամանակավոր գործոններով, եւ որ ամենակարևորն է, ստեղծված բարենպաստ իրավիճակը չկարողացան կապիտալիզացնել։ Կապիտալիզացնելու վերաբերյալ շատ անգամ հարցեր են հնչում, թե ինչպես պետք է դա դրսևորվեր, իհարկե դրա մասին կարելի է շատ երկար խոսել, բայց օրինակ կապիտալիզացիայի այդ հնարավոր դրական ստեղծված միջավայրի կապիտալիզացիայի օրինակներից մեկը կամ դրսևորումներից մեկը նույն բնակչության կենսամակարդակն է, իրական կենսամակարդակը եւ ոչ քարոզչական տիրույթում, իրական կենսամակարդակը եւ ոչ Երևանի կենտրոնում տեղի ունեցող աշխուժության եւ գեղեցիկ համայնապատկերի ներքո։ Իսկ իրական կենսամակարդակը փաստացի շարունակվող, ավելացվող աղքատությունն է։ Արթուր, լսում ես ինձ, եթե պատրաստ եք, ապա եթերը վարելու իրավունքը քոնն է, խնդրեմ։ Շնորհակալություն Արփինե, իմ հյուրը արդեն տեղում է, քաղաքագետ Ռոբերտ Մարգարյան, ողջույն եւ շնորհակալ եմ։ Ես եմ շնորհակալ։ Եվ այսպես Հայաստանի ներքաղաքական կյանք գիտեմ, որ շատ այդպես մոտիկից հետևում եք եւ նաեւ մեկնաբանություններ եք անում բազմաթիվ։ Հայաստանի իշխանությունը ակնհայտորեն հատկապես Նիկոլ Փաշինյանը եւ Ալեն Սիմոնյանը այսպես նյարդայնանում են վերջին շրջանում ավելի ջղաձիգ են դարել եւ այդ ջղաձգությունը հատկապես երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ասուլիսներից հետո եւ նաեւ վերջին հարցազրույցից հետո ավելի այդպես ցցուն է դարել, հա, ինչից է նյարդայնանում, ինչու են ջղաձգվում կոնկրետ նախագահի որ հայտարարություններն են ափերից հանել Հայաստանի իշխանություններին ասկես։ Նախ տեսեք մարդիկ թարպես երբ են բարկանում կամ նյարդայնանում կամ ափերից դուրս գալիս, այն ժամանակ երբ չունեն պատասխան ներկայացված հարցերի դիմաց։ Հարցեր ա հնչում իրենց կոռուպցիայի, իրենց հետ կապված կոռուպցիայի, իրենց անվան հետ փոխկապակցված կոռուպցիայի մասին, կասկածներ, շշուկներ, վերջնաշով կա, չի կարելի դրանք շղթել, որ այդ հարցումները հասարակության կողմից կա, անդիմության կողմից կա։ Եթե կան հիմնական պատասխաններ, բնական պատասխան պիտի դինան, որ դուք այսպես տրամաբանորեն, ասպես չէ, այս բանը ասել է սխալ է, այսպես չի, սա սխալ է։ Այն ժամանակ է սկսում նյարդայնանալ կամ ազգային ժողովում դիմացնիվ համբալ անվանել կամ չափերից դուրս գալ կամ այսպես Ալեն Սիմոնյանի նման գրառումներ կատարել Facebook-ում ուրիշներին մեղադրել, երբ չունես հիմնական պատասխան արդարանալու համար եւ այդպես ասած մթնոլորտը փրկելու համար, ինքդ քեզ փրկելու համար, սկսում ես արդեն հայոյանքներով խոսել, նյարդայնանալ, թեման շեղել, շատ բարձր որ այս մարդիկ չունեն պատասխան այդ ամենի դիմաց կատարվում է։ Հատկապես կոռուպցիա, այո, հիմնականում։ Օրինակ նախագահ Քոչարյանը շատ հստակ իր վերջին արտահայտությունների ժամանակ կարծում եմ իր արտահայտությունը շատ հստակ ձևակերպում էր, որ կոռուպցիայի այն շերն է այս մարդը, որտեվ այնպիսի սխեմաներ են կարողացել ստեղծել, որ ժողովրդի աչքին կարող է այդ իմաստով կոռուպցիա չթվալ, բայց հիմնականում իր մեջ կոռուպցիոն, եթե չասենք հստակ կոռուպցիա, առնվազն ռիսկերը պարունակում է եւ դրանց որևիցե պատասխան չի տրվում, հետաքննություններ չեն իրականացվում։ Երբ ասպես կոռուպցիա, մարդկանց մոտ ընդհանրապես տպավորություն ունենա մեկին կաշառք տալ, այսինքն թե միտեղ դղյակ սարքել, միտեղից փող այդպես ասած վերցնել, կամ միտեղ գրանցվել աշխատավարձ ստանալ աշխատանք, այդ է ժողովրդի ընդհանրության մեջ տարածված այդ կոռուպցիայի հասկացության իմաստը։ Բայց այս համարով այս մարդիկ են գործում լրիվորեն ուրիշ
հասկացություն է, որ ժողովրդի համար գուցե այնքան էլ ընկալելի չի, բայց մեկ է, դրա արդյունքում իրենք հարստանում են այդ օրինակ կոռուպցիայի սխեման կա, օրինակ այդ Անիֆի պատմությունը, որ բոլորս էլ արդեն գիտենք ինչպես աշխատել, ինչ ա եղել, ոչ մի մեղադրյալներ չկան, նախագահ Քոչարյանը շատ հստակ ասեց։ Երբ որ ասենք հիշանցիկ այդ սխեման կարողացել են այդպես ձևակերպել, որ դրսից ոչ մի բան չի երևում, բայց հիմնականում դա կա եւ գոյություն ունի, բոլորս էլ գիտենք, սկսած այդ մանկապարտեզները, ինչպես ասացին, դա մանր այդպես ասած թայավճարներն ա, որ այդտեղ այդ կոռուպցիայի այդ շատ ավելի մեծ բաների հետո կարծում եմ մենք ականատես կլինենք, հատենք աշխանափոխությունից հետո նախագահ Քոչարյանը կարծեմ, եթե չեմ սխալվում, ասաց, որ հավանաբար գուցե 1 տարվա ժամանակ պահանջվի, որ այս ամեն ինչը Երևան գա, հետո ժողովուրդի իրական պատկերը կտեսնենք իսկապես ինչ որ Նիկոլ Փաշինյանը թերևս այսօր ամենահարուստ մարդն է Հայաստանի։ Ես սպասենք տեսենք, կարծում եմ ապացուցվի շուտով այդ ամեն ինչ։ Իդեպ շատ միջանկյալ մի հարց, դուք էլ եք ինչ որ կոռուպցիոն դեպքերի մասին խոսել այստեղ Միացյալ Նահանգներում, կհիշեցնեք ինչի մասին է խոսքը, դա էլ էր իդեպ ջղաձգություն առաջացրել, բայց չեմ ուզում խորանանք այդ հարցի մեջ, բայց ինչի մասին է խոսքը, ինչ կոռուպցիոն դրսևորումներ եք տեսել այստեղ Միացյալ Նահանգներում։ Վարչապետի ընտանիքին տարբեր տեսակետի, այսպես ասած, տեսակի կոռուպցիայի մեղադրանքներ, բաներ ներկայացվում են։ Այո, մի մաս այդպես ասած օդում կախված լուրերի համաձայն է, որից ապացույց չի հրապարակվում, փաստեր չկան, միայն մեղադրանք են հնչեցնում։ Իհարկե դա հենց այն նույն ոճն է, որ իրենք շատ ծանոթ է իրենց, որտեղ իրենք ամբողջ ասենք 2 տասնամյակ նույն ոճով իրենց տերտերում նախագահների դեմ, մյուսների դեմ ստեր են տարածել, դրա վրա փողեր են աշխատել, բայց հիմա չգիտես ինչու նյարդայնանում են, երբ նույն ոճով իրենց է մեղադրանք եղել։ Բայց իմ ասածը հիմնականում լրիվորեն այդ կատեգորիայի մեջ է տեղավորվում, որտեղ ես մեղադրանք չեմ հնչեցրել, ես պարզապես փաստեր եմ հրապարակել եւ հարցումներ եմ ներկայացրել եւ ասել եմ, որ այդ հարցումները պետք է ժողով պատասխան տրվի։ Օրինակի համար հիմնական խնդիրը եւ եթե չեմ սխալվում, վարչապետի տիկիններ եկել են ինչ-որ վարձականգել էր, օրինակ փաստերը կան, որ 2019 եւ 2020 թվականներին Միացյալ Նահանգներում իմ քայլը հիմնադրամ, օրինակի համար 2 տարվա ընթացքում մոտավորապես 6 միլիոնից ավել գումար է հայտարարել։ Սկզբում ասեցին չկա, ես փաստեր հրապարակեցի, որ կա, հիմա իրանք ընդունում են այո կա։ Ես ասել եմ այդ գումարները փոխանցվել են Հայաստան, փաստը կա, որ այո փոխանցվել են, որտեղ եթե այսօր ներկայացրել են, որ Հայաստանում ծախսվել են, բայց դե որտեղ են ծախսվել, հիմա գումարել են, հասել են 2 միլիոն դոլարի, մնացած 4 միլիոն են, ասում են գնացեք այսիշ տեղը նայեք, հիմա ժողովուրդը կգնա կնայի կամ կբավարարվի կամ չի բավարարվի։ Հիմնականում այդ ապացույցներն ա, որ ներկայացված է եղել, բայց հիմա մի երկրորդ բաժին օրինակի համար կապված է եղել իմ ասածներին, Միացյալ Նահանգներում, եթե հիշեք, շուրջ 1 տարի առաջ էր, անցած տարվա ապրիլից սկսեց Հայաստանի հանրային հեռուստատեսությունը այստեղ մասնաճյուղ հիմնեց եւ անունն էլ ընդհանրապես Հայաստանի հետ ոչ մի առնչություն չունի, First Channel America անունով է հիմնվել, որի պարտականությունն է վերահեռարձակել Հայաստանի հանրային հեռուստատեսության հաղորդումները այստեղ։ Որը նախկինում էլ էր։ Նախկինում կար, այո, տարբեր հավելվածներով մարդիկ կարող էին, այդպես ասած, ես էլ դիտում էին, շատերն էլ դիտում էին, կար, բայց ստեղծվեց եւ մարտի 27-ին է, եթե չեմ սխալվում, անցած 2024 թվականին, եւ այստեղ բացում եղավ այդպես շքեղ Լիլիթ Մակունցների եղել, բան։ Պետրոսը եկավ։ Այո, հայտարարվեց, որ հիմնադրման հիմնական նպատակը եղել է այն, որ հատուկ կոնտենտ արտադրվի սպիրկայության համար եւ ամերիկայության համար եւ դա եղել կոնտենտ առաջ գնալով դա եղել նպատակը։ Հիմա գացատրեմ։ Դա եղել նպատակը, ամբողջ ներդրումը դա է եղել։ Օրինակ ես որ հետարկրվեցի, պարզվեց, որ օրինակի համար իրենք հայտարարել են, որ 2 channel ունեն, հիմա եթե գնաք նայեք ամենտեղ այդպես է գրված, բայց ես որ հետարկրվեցի, ոնց այդ 2 channel իրականությունից 1 channel է, այսինքն 2 համար է, բայց համարներից մեկը Լոս Անջելեսի տարածքում է։ Երկրորդ համարը նույնն է, բայց եթե գնում ես օրինակ Լոս Անջելեսի տարածքից դուրս ես գնում Հարավային Կալիֆոռնիայի ուրիշ տեղեր, արդեն պետք է n համարով նայես, այս համարը չի լինում։ Իրականությունից մեկ ալիք է, 2 համարի տակ է ներկայացված։ Որն է նպատակը, լավ է, այդպես է։ Ամեն դեպքում դրա համար մոտավորապես ամսական 25-30 հազար դոլարի գումար է դուրս տրվում, բան։ Հիմա ամբողջ հետարքիր փաստն էր, որ ոչ միայն կոնտենտ չի արտադրվել այս տարիներին երբեք տարվա ընթացքում, միակ բան, որ եղել է Պետրոս Ղազարյանի հարցազրույցներն ա եղել, որ եկել է այստեղ 2 օրով գործուղում ստացել, տարեկան մեկ անգամ գործուղման հնարավորություն է ստեղծել։ Հիմա հատուկ թվականի է գալիս, չգիտեմ ինչու հատուկ թվականի է այստեղ գալիս, ուղղակի այդ թվականին հարցազրույցներ արի եւ այդ Թերացակում եւ այդ տարիքին, որ ընդհանրապես միայն Հարավային Կալիֆոռնիան էլ հազիվաց ասում այդ Միացյալ Նահանգները սպյուրք ընդհանրապես անիմաստ է։ Եվ ավելի այդ արքի փաստն է, որ այդ հայրոստաընկերությունը գրանցված է իմ քայլը հիմնադրամի հասցեի վրա։ Այսինքն մի հատ պետական կառույց, որը պետական գումարներով է սնվում, եկել է մի հատ բարեգործական հիմնադրամ, որ փող կապակցված է վարչապետի կնոջ անվան հետ, նույն հասցեով է գրանցված, դրա փաստերը կա, այսինքն սա հասկանալի է։ Եվ գործադիր տնօրեն եւ ֆինանսական տնօրենը, ով ասենք
իմ քայլի նադրամի ֆինանսական տնօրենն է առանց որևէ համապատասխան որակում ունենալու կամ մասնագիտություն ունենալու, ասենք management-ի հեռուստատեսության ոլորտում միանգամից որտեղից որտեղ նշանակվում է այս հեռուստաընկերության օրինակ տնօրեն, բաժնի եւ առանց որևիցե բան անելու համար ԿՊ-ականի քույրը, թե չէ։ Այո, Արաքսի Սիմիդյան, որ լինում է Հակոբ Սիմիդյանի քույրը, շրջակա Իսկ աշխատավարձ ստանում են նա։ Ինչպես։ Աշխատավարձ ստանում։ Ես ոչ պիտի չեմ ասել, որ իմ քայլի հիմնադրամից ինքը աշխատավարձ է ստանում, անկեղծ չի ստացել, մենք սենտել չկա գրանցված, բայց հմեկից այո, ստանում է։ Շատ լավ։ Գումար չասել։ Գրապարակեմ նոր փաստեր կգան։ Նախագահ Քոչարյանը խոսեց նաև Հայաստան հիմնադրամի մասին, մենք հիշում ենք, չէ, պատերազմի օրերին ինչքան գումար է ստեղ հավաքվեց, մարդիկ նույնիսկ իրենց տները վաճառեցին եւ կամ գրավադրեցին, փող ուղարկեցին Հայաստան, $100 միլիոն պակասում է։ Սփյուռքում սկզբից այդպես շատ մեծ արձագանքներ եղավ, բայց հետո կարծես բոլորը մոռացան դրա մասին։ Հիմա սկսես ինչ մարդիկ հետաքրքրված են իմանալու թե ինչ եղավ իրենց փողերի։ Չեմ կարծում մոռացվել է, արձագանքը կա, վերջին, այսինքն դրամավակ, որ եղավ անցած նոյեմբերին, եթե նայեք, կարծում եմ ամբողջ արձագանքը դուք այդտեղ տեսնում եք հավաքված գումարների մեջ, այսինքն այն տարվանից հետո այլևս այդ հետաքրքրությունը, որ այս ֆոնդին Հայաստան համայնքական հիմնադրամի նկատմամբ կա, ցավոք սրտի նախկինում գոյություն չունի, որտեղ քաղաքականացվեց հենց օրվա իշխանությունների կողմից այսօրվա եւ վերածվեց այսօրվա իրավիճակին, որ կա։ Իհարկե, հիմա իրենք փորձ են անում իրենց պատկերը վերականգնել, եթե հետևած լինեք այսօրին Արցախից ինչպես պարախում, իրանք Արցախի գոյություն ուրանում են, հիմնականում Արցախ անունը նույնիսկ չեն տալիս, հետո Արցախից այսպես պարախում են փորձում հովանավորել իբր բերել, շատ բարձր որ իրենց անունը վերականգնելու համար են այդ ամեն ինչ անում, բայց դե Արցախից եկած բանը չես կարող այդպես ասած Հայաստանի հիմնադրամի անվան հետ խառնես, Արցախն է մեր բոլորի պարտականությունն է, որ կանգնենք, օժանդակենք այդ աշխատանքին, որտեղ գումարը վեճնաշով Արցախի մշակութային մեկ խմբին է գնում։ Բայց ասում եմ, իրենք փորձ կատարում են իրենց պատկերը վերականգնեն, բայց կարծում եմ Սփյուռքում այդ պատկերացումը, որ կայացած 2026 թվականի ընտրություններին այդ կոռուպցիոն մասը դառնալու է գլխավոր թեմա հակաիշխանության, այսօրվա իշխանության դեմ։ Կարծում եմ այո, որտեվ հիմնականում նախկինում իրենց ամբողջ քարոզարշավը ձևակերպել են դրա վրա, որ կոռուպցիա է եղել, նախկինում այսպես է եղել, հիմա բացահայտվել է, որ իրենք հիմնական կոռուպցիոներները իրենք են եղել եւ շատ բարձր է, հիմա այլևս այս լծակը չեն կարողանալու քարոզարշավի ժամանակ օգտագործեն, իրենց նյարդայնացումը կամ խոշոր մասը գուցե հավանաբար հենց այդ պատճառով, որտեվ այդ լծակը իրենց ձեռքից վերցվում է բնականաբար, հիմա իրենք պիտի փորձեն ինչ-որ ուրիշ բան գտնեն ժողովրդի խապելու համար։ Իմ գործընկերը Արփինեն հարց ունի ձեզ, խնդրեմ փոխանցեմ։ Նախ ողջունում եմ պարոն Մարգարյան, հարցս այստեղ Հայաստանի վարչապետին impeachment հայտարարելու վերաբերյալ է, այդպիսի մի նախաձեռնություն կա նաև падգամավորներից երկուսի կողմից առաջադրված թեկնածու, բայց այսօր օրինակ եղավ նաև խմբակցություններից մեկից հայտարարություն, որ չեն սատարում այդ թեկնածուին։ Ուզում էի հստակեցնել, ինչ կարծիք ունեք ընդհանրապես այդ նախաձեռնության վերաբերյալ, դա այս փուլում իրատեսական է, թե իրատեսական չէ եւ ի վերջո դա նախաձեռնողները իրականում ինչ նպատակ են հետապնդում։ Շատ ամփոփ ասեմ բարձի պատասխանը, ուրեմն սահմանադրությամբ դա ամրագրված հոդված է, impeachment-ը գոյություն ունի սահմանադրության մեջ, բայց նույն այս սահմանադրության մեջ այնքան հատկապես ազգային ժողովի կանոնակարգում այնքան բացեր կան եւ տողատակեր կան, որ հիմնականում եւ գործնականում թույլ չեն տալիս որևիցե իշխանության impeachment ենթարկել ազգային ժողովում, հատկապես եթե այդ գործող իշխանությունը այսօրվա իշխանության որակի իշխանությունն է, որը մեկ կուսակցության այդպես ձևաչափով է ձևակերպված ազգային ժողովում մեծամասնություն ունի, հիմնականում շատ դժվար է impeachment-ի ենթարկել, որտեղ իրենք ունեն բազմաթիվ հնարավորություն դա կասեցնելու համար։ Հետաբար գործնական փուլում ամեն դեպքում, ինչպես որ նախագահ Քոչարյանն էլ ասեց, գրեթե 0 է այդ նախաձեռնության շանսը, որ կկարողանա հաջողության հասնել։ Հետաբար, եթե 0-ական է այդ շանսը, որ կարող է հաջողության հասնել, հիմնականում սկսելն էլ է անիմաստ դառնում։ Այսինքն այդ ստորագրություններ հավաքելը, նախաձեռնությունը սկսելը անիմաստ է դառնում։ Իսկ եթե որոշները սկսում են փորձել խոսել ստորագրություններ հավաքելու մասին, նախաձեռնությունը սկսելու մասին, վստահ լինելով, որ երկրորդ բաժին իրականություն չի դառնալու, հետաբար իրենց հիմնական նպատակ հենց առաջին բաժինն է եւ հիմնական այդտեղ է կենտրոնացված, հիմնականում impeachment ենթարկելու խնդիր էլ չկա։
Եվ սկսած խմբակցությունների հայտարարությունը շատ հստակ էր, Հայաստան դաշինքը շատ հստակ կերպով իր դիրքորոշումը ճշտեց, որ իրենք դեմ չեն, քանի որ դա սահմանադրական հոդված է, որովհետեւ մեկը չի կարող սահմանադրության դեմ գնալ, բայց նախապայմաններ կա դրա իրականացման համար։ Անհրաժեշտ ստորագրությունները հավաքեք, փողոցի ճնշում որ լինի, քաղաքական պատասխանատվությունը վերցրեք, որ եթե չհաջողեցիք դուք եք պատասխանատու, իրենք շատ հստակ ասացին, որ մենք կստորագրենք։ Բայց մյուս խմբակցությունը, որ պատիվ ունեններ, ասաց, որ իրենք առանց նախապայմանների կմասնակցեն այդ նախաձեռնությանը, բայց տեսանք հենց որ տեխնացու ներկայացվեց երկու նախկին քպականների կողմից, իրենք շղթեցին իրենց նախկին այդ հայտարարությունը, երկեցին եւ ասացին իման սկսեցին նախապայմաններ դնել, որ չեն մասնակցելու։ Հավանաբար չէին ենթադրել, որ այդ երկուսի կողմից նախաձեռնություն է լինելու, երբ Հովիկ Աղազարյանը ասավ, որ իրենք իմպիչմենտ կանեն, շատերը պատկերացրեցին իր մոսկովյան այդ ընկերոջ նման դա էլ ինչ-որ բլեֆ է, վաղը տեխնատու չեն ունենալու ով է գալու կանգնել, բայց երբ որ Էդմոն Մարուկյանը եկավ, արդեն իրավիճակը փոխվեց եւ ես կարծում եմ դա հենց Իրականի այսօրվա իշխանությունների խաղն է իմպիչմենտը ձախողեցնելու համար, որտեղ կտանեն կմցնեն ազգային ժողով, փորձեն ստորագրություն հավաքել, այնտեղ չի հաջողելու եւ եթե չհաջողեց 6 ամիս դու չես կարող այլևս գործող վարչապետին անվստահություն հայտնել եւ ավելի սոսկա լինենա, որ մենք պարլամենտական երկիր ենք եւ պարլամենտական տրամաբանության մեջ իշխանության, եթե ազգային ժողովը չի կարողանում անվստահություն հայտնել գործող վարչապետին, գործընթացը սկսվում եւ չի հաջողում, դրա հականիշ այրենի լինում է վստահություն հայտնել, այսինքն ազգային ժողովը վստահություն հայտնել գործող իշխանություն։ Հիմա կարևոր չի ով է ձայն տվել որ խմբակցություն տվա։ Ազգային ժողովը, որ ներկայացնում է օրվա ժողովրդին, հիմա մենք սիրենք թե չսիրենք այդպես այս ազգային ժողովը, վստահություն է տալիս գործող իշխանությունը 6 ամսվա ընթացքում համար գործող իշխանությունները օժտվում են կրկնակի վստահությամբ, իսկ գիտենք հետո դա Նիկոլը տանելու է, Փաշինյանը տանելու է, ասենք Ալիևի մոտ, Էրդողանի մոտ, միջազգային հանրության մոտ, փորձելու այդ տեխնիկ կտորը ստանալ, ինչին նախագահ Քոչարյանը շատ հստակ ասեց, որ իրենք դրան են ձգտում, որպեսզի կարողանան ընտրություններում որպես լծակ օգտագործեն։ Ես կարծում եմ այս համատեքստում կարող եք հասկանալ, որ ընդհանրապես այս իմպիչմենտը ինչի է ծառայում եւ որից է նպատակ, ես չեմ կարծում դրանից իշխանությունների փոխելու նպատակ կարող է մեկը հետապնդել կամ սպասել։ Շնորհակալություն, պարոն Մարկարյան։ Ես եմ շնորհակալ։ Հետարքիր եւ սպառիչ պատասխանների համար։ Շնորհակալ եմ։ Շնորհակալ եմ, սիրելի հայրենակիցներ, իմ զրուցակիցը քաղաքագետ Ռոբերտ Մարկարյանն էր, մենք խոսում ենք հայաստանյան զարգացումների մասին։ Շնորհակալություն ուշադրության համար, կհանդիպենք։ Շնորհակալություն Արթուր, հիշեցնեմ Լոս Անջելեսի տաղավարից աշխատում էր Արթուր Սահակյանը, Երևանյան տաղավարում էր Լիլիա Ամիրխանյանը, Բենյամին Մաթևոսյանը եւ ես Արփինե Բաղդասարյանը։ Այսօրվա համար այսքանն էինք նախատեսել։